Հաջորդը մենք կլսենք դոկտոր Ջոել Ֆելդկամպին։ Ջոելը Christian Solidarity International կազմակերպության հանրային պաշտպանության տնօրենն է։ Նա նաև Ժնևում, ՄԱԿ-ում Christian Solidarity International կազմակերպության ներկայացուցիչն է։ 2020 թվականից ի վեր նա արցախահայերի պաշտպանության համար պայքարի առաջատարներից է։ Նա ստացել է միջազգային պատմության դոկտորի աստիճան Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ֆրանսիական մանդատի ժամանակաշրջանում Հալեպի հայերի և արաբախոս քրիստոնյաների մասին իր թեզի համար։ Ջոելը վերջերս այցելել է Հայաստան աղոթքի նախաճաշի համար և կիսվում է այս այցի վրա հիմնված իր դիտարկումներով և մտորումներով։ Ջոել, կգաք միանաք մեզ։ Շատ շնորհակալ եմ Ժակլին և շնորհակալություն քեզ և Sovereign Global Solutions-ի քո ամբողջ թիմին այս շատ կարևոր և անհրաժեշտ միջոցառումը կազմակերպելու համար։ Ինչպես Ժակլինն ասաց, ես պատիվ ունեմ աշխատելու Christian Solidarity International-ում։ Մենք միջկոնֆեսիոնալ քրիստոնեական մարդու իրավունքների խումբ ենք, որի մասնաճյուղերը գտնվում են 8 տարբեր երկրներում, այդ թվում Միացյալ Նահանգներում։ Մենք համագործակցում ենք աշխարհի 15 երկրներում գտնվող գործընկերների հետ, օգնելու հալածվող քրիստոնյաներին և այլ մարդկանց, ովքեր հալածվում են իրենց հավատքի համար։ Մենք նաև պաշտպանում ենք նրանց շահերը լրատվամիջոցներում, արևմտյան կառավարությունների և միջազգային կազմակերպությունների հետ։ Հայաստանը երկիր է, որի մասին մենք շատ բան գիտենք։ Christian Solidarity International-ի նախագահ դոկտոր Ջոն Այբները առաջին անգամ Լեռնային Ղարաբաղ է այցելել 1991 թվականին պարոնուհի Քերոլայն Քոքսի հետ, որն այդ ժամանակ ընկերության Մեծ Բրիտանիայի մասնաճյուղի ղեկավարն էր։ Առաջին Ղարաբաղյան պատերազմի մութ օրերին Լեռնային Ղարաբաղում մեր հիմնական գործընկերներից մեկը arczepiskopos Պարքև Մարտիրոսյանն էր։ Arczepiskoposի առանձնահատուկ անձնական քաջությունը իր ժողովրդի պաշտպանության կազմակերպման գործում մեր առաջին ծանոթությունն էր հայ առաքելական եկեղեցու հետ։ Վերջին 5 տարիների ընթացքում մենք աջակցել ենք Ադրբեջանի ցեղասպանական հարձակումների պատճառով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին։ Մենք նաև պայքարում ենք նրանց հայրենիք վերադառնալու իրավունքի և Բաքվում դեռևս պահվող 23 հայ պատանդների ազատության համար։ Դժբախտաբար մենք այժմ բախվում ենք Հայաստանում հալածանքի մեկ այլ ձևի հետ, և այս մեկը գալիս է հենց Հայաստանի կառավարությունից։ Անցյալ շաբաթ ես և դոկտոր Այբները գտնվում էինք Երևանում, Հայաստանի Հանրապետության առաջին աղոթքի նախաճաշին։ Այս աղոթքի նախաճաշը դրական նշան էր Հայաստանի և Արևմուտքի քրիստոնյաների միջև համագործակցության աճի համար։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի և Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ցեղասպանական շրջափակման ժամանակ ցավոք այս համերաշխությունը հիմնականում բացակայում էր։ Մենք գիտենք, որ աղոթքի նախաճաշի կազմակերպիչները տարիներ շարունակ աշխատել են Միացյալ Նահանգների քրիստոնյաների շրջանում Հայաստանի նկատմամբ մտահոգությունն ու աջակցությունը մեծացնելու ուղղությամբ, և մենք աջակցում ենք նրանց ջանքերը։ Եթե վերջերս չեք այցելել Հայաստան, դժվար կլինի պատկերացնել, թե որքան ճնշող է դարձել քաղաքական մթնոլորտը։ Սա իմ 5-րդ այցն էր Հայաստան 4 տարվա ընթացքում, և ես ցնցված էի, թե որքան տարբեր էր հասարակական տրամադրությունն այս անգամ։ Երևան իմ ժամանման օրը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունների դիմակավորված գործակալները ձերբակալեցին 2 փոդքասթերի խուլիգանության մեղադրանքով։ Նրանք դատապարտվեցին 2 ամսվա նախնական կալանքի։ Նրանց անուններն են Վազգեն Սաղաթելյան և Նարեկ Սամսոնյան։ Մենք պաշտոնական դիմում էինք ներկայացրել Արդարադատության նախարարություն այցելելու բանտարկված հոգևորականներին։ Ի վերջո Արդարադատության նախարարությունը պատասխանեց մեր դիմումին Ջորջ Օրուելի ոճով, պնդելով, որ իրենք իրավասություն չունեն բանտարկյալներին այցելություններ տրամադրելու։ Մեր զրուցակիցներից մեկը ցնցված էր սրանից։ Նա ասաց, որ նույնիսկ Հայաստանի ավտորիտար նախագահ Սերժ Սարգսյանի օրոք մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերի այցերը քաղբանտարկյալներին չէին արգելվում։ Մի խոշոր լրատվամիջոց մեզ հրավիրեց հարցազրույցի իրենց Երևանի գրասենյակ։ Երբ մենք ժամանեցինք, գլխավոր խմբագրին տեսանք շփոթված վիճակում։ Դրանից մի քանի ժամ առաջ իշխանական կուսակցությունից մի պատգամավոր Facebook-յան գրառում էր արել նրանց շենքը կառավարության կողմից բռնագրավելու մասին առաջարկով։ Եթե կա որևէ կասկած, թույլ տվեք հաստատել այն, ինչ իմ համազեկուցողներն արդեն ավելի մանրամասն նկարագրել են։ Հայաստանը ապրում է իր ազգային եկեղեցին խաթարելու, բաժանելու և հալածելու պետականորեն ղեկավարվող համակարգված արշավի շրջանում։
Հայ հոգևորականների եւ նրանց կողմնակիցների ձերբակալությունները պետք է դիտարկել վարչապետի կաթողիկոսի պաշտոնանկությունը պահանջելու համատեքստում։ Պահանջ, որը ինչպես Լորենն ու Փիթերն ասացին, կառավարության առաջնորդից բխելով ինքնին կրոնական ազատության նկատմամբ կոպիտ խախտում է։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը չեն լրել այս մասին։ Հոկտեմբերի 19-ին ձերբակալված հոգևորականների փաստաբանին փողոցում մեքենայից դուրս քաշելուց եւ ձերբակալելուց 2 օր անց Հայաստանում իրավապաշտպան ՀԿ-ների մի խումբ հանրային հայտարարություն տարածեց, դատապարտելով կառավարության կողմից եկեղեցու դեմ իրարշավում քրեական արդարադատության մեխանիզմների սելեկտիվ եւ անհամաչափ կիրառումը։ Հանրային իրավունքների հայկական կենտրոնը հրապարակել է համապարփակ զեկույց, որտեղ մանրամասն նկարագրվում է, թե ինչպես է Հայաստանի կառավարությունը բանտարկել հոգևորականներին եւ հրապարակայնորեն ատելություն հրահրել եկեղեցու նկատմամբ։ Եվ ես ուզում եմ կանգ առնել այս կետի վրա, քանի որ վստահ չեմ, որ այն այլ կերպ կհիշատակվի կամ կհասկացվի։ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը բանտում է ահաբեկչության միջոցով հեղաշրջում հրահրելու փորձի մեղադրանքով։ Այս մեղադրանքները հիմնված էին հունիսին դատախազների կողմից հանրության համար հրապարակված ձայնագրությունների վրա, եւ այդ ձայնագրությունները կարծես ցույց էին տալիս, թե ինչպես են արքեպիսկոպոսը եւ նրա կողմնակիցները քննարկում մարդկանց կրակելու եւ բռնություն կիրառելու մասին հեղափոխության միջոցով իշխանությունը զավթելու համար։ Մոտ 1.5 ամիս անց հրապարակվեցին ամբողջական ձայնագրությունները եւ մենք իմացանք, որ նրանք նույնիսկ մոտավորապես դրա մասին չէին խոսում։ Եվ դա կառավարությունը տապալելու մեղադրանքների միակ հիմքն է։ Եվ ես դեռ հանդիպում եմ այս քաղաքում մարդկանց, ովքեր ինձ ասում են. «Օ, արքեպիսկոպոսը պլանավորում էր հեղաշրջում ահաբեկչության եւ այլնի միջոցով»։ Հայաստանում բոլորը գիտեն սա, ապացույցները կեղծվել են, դա անկասկած է։ Ես պատիվ ունեցա հանդիպել կամ երկխոսել 4 տարբեր հայաստանյան մարդու իրավունքների պաշտպանության խմբերի հետ իմ այցի ընթացքում։ Այս հանդիպումները անկասկած իմ ուղևորության ամենաոգեշնչող մասն էին։ Այս մարդու իրավունքների պաշտպանները տաղանդավոր են, պրոֆեսիոնալ եւ անաչառ, եւ նրանց ուղերձը մեզ հետևողական էր։ Դատական անկախությունն ու օրենքի գերակայությունը լրջորեն վտանգված են Հայաստանում, եւ ավելի ու ավելի դժվար է դառնում ազատ խոսել դրա մասին։ Նրանք հնարավորինս պատրաստվում են Հայաստանում ավտորիտարիզմի նոր դարաշրջանի։ Հայաստանը կարծես հետևում է իր հարևան Վրաստանին, անազատության ճանապարհով։ Այս մարդու իրավունքների պաշտպանները նաև մեզ ասացին, որ այն խմբերը, որոնք խոսում են եկեղեցու հալածանքների դեմ, ռիսկի դեմ են առնում, Կրեմլի գործակալներ լինելու անհիմն մեղադրվելու ռիսկի։ Նույն մեղադրանքը շրջանառվել է նաև հայ առաքելական եկեղեցու ղեկավարության դեմ, այդ թվում Վաշինգտոնում գտնվող իրավապաշտպան խմբերի կողմից։ Մինչ օրս այս մեղադրանքների համար որևէ հստակ ապացույց չի ներկայացվել։ Հայաստանում այս մեղադրանքները ավելի հզոր եւ վտանգավոր են, քան Միացյալ Նահանգներում։ Եվ ամերիկացիներն էլ, հայերն էլ պետք է իմանան, որ Ռուսաստանի հետ դավադրության կեղծ մեղադրանքները կառավարությունների եւ խորքային պետությունների համար խիստ արդյունավետ միջոց են այլախոհությունը ճնշելու համար։ Դժբախտաբար այս մարդու իրավունքների պաշտպանները մեզ նաև ասացին, որ երբ նրանք իրենց մտահոգությունները ներկայացնում են ԱՄՆ եւ այլ արևմտյան դեսպանատներին, նրանք սառը ընդունելության են արժանանում։ Իրոք, մինչ այժմ Պետդեպարտամենտը եւ ԱՄՆ կառավարության մնացած մասը բացարձակ լռություն են պահպանել եկեղեցու վրա հարձակման հետ կապված։ Սակայն այստեղ պետք է նշեմ մի ուշագրավ բացառություն։ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի համանախագահ դոկտոր Ասիվ Մահմուդին անցյալ շաբաթ Հայաստանի աղոթքի նախաճաշին հյուր լինելու իր անձնական կարգավիճակից օգտվելով օգտագործեց իր ելույթի ժամանակը հոգևորականներին ազատ արձակելու կոչ անելու համար։ Ազգային եկեղեցու վրա այս հարձակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները գտնվում են բոլոր ժամանակների ամենալավ դիրքում։ Նախագահ Թրամփը ներդրել է իր ժամանակի, էներգիայի եւ քաղաքական կապիտալի մեծ մասը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը խթանելու համար։ Վարչակազմը ակնհայտորեն եւ ոչ անհիմն ոգևորված է այստեղ արկա ներուժից։ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը խոստանում է Եվրասիայի միջոցով ավելի արագ առևտրային ուղի, որը շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը զգալիորեն կընդլայնի ԱՄՆ ազդեցությունը այս կարևորագույն տարածաշրջանում։ Մենք մտահոգված ենք եւ կարծում ենք, որ նախագահ Թրամփն էլ պիտի մտահոգված լինի, որ Հայաստանի վարչապետի եկեղեցու դեմ արշավը այս ամենը վտանգի տակ է դնում։ Հայաստանը վաղուց եղել է իր տարածաշրջանի ամենաազատ երկիրը։ Զավեշտալի է, բայց նույնիսկ այս պահին, երբ նա կարծես թեքվում է դեպի արևմուտք, Հայաստանի կառավարությունը կառուցում է նոր ավտորիտար քաղաքական համակարգ։
Մի Հայաստան, որի կենսունաքաղաքացիական հասարակությունը փոշիացվել է, որտեղ մարդիկ վախենում են խոսել, երկխոսել եւ կազմակերպվել, որտեղ քաղաքականությունը վերահսկվում է ավելի ու ավելի անկայուն, անպատասխանատու եւ համակրանք չվայելող վարչապետի կողմից։ Լավագույն դեպքում այդպիսի երկիրը կլինի Միացյալ Նահանգների փխրուն դաշնակից։ Բայց ավելի կարևոր է, որ մենք դիտարկենք եկեղեցու վրա այս հարձակման հետևանքները Հայաստանի ազգային մշակույթի համար։ Ինչպես Փիթերը շատ լավ բացատրեց, հայ առաքելական եկեղեցին 1700 տարեկան է։ Այդ 1700 տարիների մեծ մասի ընթացքում հայկական պետություն չի եղել։ Դարերի ընթացքում եկեղեցին պահպանել է հայ ազգը միասնական, պետականազրկության, ունեզրկման եւ նույնիսկ ցեղասպանության ժամանակ։ Եկեղեցին պահպանել է Հայաստանի եզակի ինքնությունը որպես աշխարհի առաջին քրիստոնյա ազգ, անգին հոգևոր եւ աստվածաբանական ժառանգություն։ Վարչապետ Փաշինյանը պատկերացնում է ապագայի մի Հայաստան, որտեղ եկեղեցին պետությունից անկախ որևէ սոցիալական կամ քաղաքական ազդեցություն չունեցող կառույց է։ Եկեղեցին այլևս պետության եւ հասարակության միջև միջնորդ հաստատություն չի լինի։ Այն այլևս բարոյական հեղինակություն չի ունենա հայ ազգի համար առաջնորդություն, միասնություն եւ ընդհանուր տեսլական ապահովելու համար։ Փոխարենը կլինեն 3 միլիոն անհատ հավատացյալներ, որոնք հաճախում են պետության կողմից նշանակված հիերարխիայի կողմից ղեկավարվող եկեղեցիներ եւ միմյանց հետ կապվում են հիմնականում կամ միայն պետության միջոցով։ Այժմ ընթացող խաղաղության գործընթացը խոստանում է տնտեսական ինտեգրման եւ բաց սահմանների տարաշրջան Հայաստանի եւ նրա հարևանների Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև։ Առանց անկախ հակակշիռ հանդիսացող ազգային եկեղեցու Հայաստանը իր քրիստոնեական ինքնությունը ամբողջովին կորցնելու ռիսկի առաջ է։ Եվ խիստ թուլացած ազգային ինքնությամբ Հայաստանը այն Հայաստանը չէ, որը երկար ժամանակ օգտակար կլինի Միացյալ Նահանգների համար։ Եթե նախագահը ցանկանում է խուսափել այս արդյունքից, ժամանակն է, որ ԱՄՆ կառավարությունը խախտի լռությունը։ Շնորհակալություն։